Սիրելի հայրենակիցներ, հետևեք մեզ հետևյալ հարթակներում. Telegram, Լույսի բանակի պաշտոնական եւ Կարեն Արայանի անձնական ալիքներին, YouTube, Լույսի բանակի լրատվական եւ Կարեն Արայանի պաշտոնական ալիքներին, Լույսի բանակի գործունեությանը, Սիրուս ջոկատներին եւ վերածննդի շարժմանը ֆինանսապես աջակցելու համար Իդրամ, ID Bank, Ineco Bank, Sberbank եւ PayPal։ Շնորհակալ ենք բոլոր մեր գաղափարակիցներին եւ աջակիցներին։ Բարձրալ նոթի յուրաքանչյուրիդ։ Բարև հայր ջան, համացանցում մի քանի բան տեսա ու դա ստիպեց, որ հիմա այս թեմայով խոսամ։ Ու ինքս ինձ խոստացա, որ ամեն կերպ ջղայնությունս զսպեմ, որ ոչ թե ձեզ հանեմ էմոցիոնալ դաշտ, այլ բանական, որտեվ էմոցիաները վաղ թե ուշ անցնում են, իսկ հասկացածը, գիտակցածը մնում է միշտ։ Իսկ ես բազմիցս ասել եմ, որ ի տարբերություն ներկա ու նախկին իշխանությունների ինձ ձեր էմոցիաները չեն պետք, այլ գիտակցությունն ու տեղեկացված լինելը։ Տեսածս մի քանի հոդվածներից ու վիդեոներից ես ձեզ ընդամենը երկուսը կներկայացնեմ ու կփորձեմ իրականության այս պատկերի վրա նորից առաջարկել լուծում, որը միակն է այսօրվա դրությամբ։ Ես ուզում եմ խոսամ ոչ թե այն որ զուտ քաղաքականությունից, ոչ թե ինչ-որ հերթական սկանդալից կամ սենսացիայից, այլ մեր գոյության վերջի սահմանագծի մասին։ Այսօր մեր երկիրը կանգնած է ոչ թե ճեղքվածքի, այլ հանրային գիտակցության փլուզման եզրին։ Ու եթե մենք հիմա չհասկանանք, թե ինչ է կատարվում, չհասկանանք, թե ինչ է պետք անել ու չանենք, ապա վաղը հասկանալու բան էլ այլևս չի մնա։ Մենք հիմա ապրում ենք մի շրջանում, մի ժամանակահատվածում, երբ պետությունը ղեկավարում են մարդիկ, որոնց աշխարհայացը նմանա ինչ-որ ջնջված ֆայլի, առանց հիշողության, առանց ինքնության, առանց ազգային բովանդակության։ Այսօր Հայաստանի ողբերգությունը մենակ կորցրած տարածքները չեն, հավատացեք։ Այսօր Հայաստանի գլխավոր կորուստը դարել է այն քաղաքացու գիտակցությունը, որին սովորացրել են ասֆալտը ավելի շատ սիրել, քան հայրենիքը։ Ինձ ուղարկեցին Տիգրան Ուրիխանյանի մի հատ տեսանյութ, որը մի քիչ հետո դուք էլ կնայեք։ Ու ինչի համար որոշեցի կիսվել այս տեսանյութով։ Նենց չի, որ կոնկրետ իմ համար Տիգրանը ինչ-որ նորություն ասեց։ Դա պարզ է, գիտեինք, բայց քանի որ այդ խոսքը ցույց է տալի այն ճշմարտությունը, որից մեր ազգի մեծ մասը փորձում է փախնել, ես որոշեցի կիսվել, որ այնուամենայնիվ դա դառնա հասանելի ավելի շատ մարդու ու վերջապես ոչ թե փախնենք այդ ճշմարտությունից, այդ իրականությունից, այլ ականջ դնենք դրա լուծման առաջարկին, որը այս տեսանյութում ես նորից կբարձրաձայնեմ։ Հիմա մեկ նայեք այդ վիդեոն ու շարունակենք։ Ուշադիր լսեք ինչ եմ ասում, շատ ուշադիր լսեք ինչ եմ ասում, ամեն մեկիդ տուն ու տեղին է վերաբերվում, ամեն մեկիդ ունեցվածքին կյանքին է վերաբերվում։ Հայաստանի Հանրապետության այս տարվա պետական բյուջեի սաղ եղած չեղած փողը 7 միլիարդ չի հասնում, ակնկալվող փողը մուտքը 7 միլիարդ չի հասնում, ծախսը արդեն գրած է 8 միլիարդի չափով։ Ինտերնետ ունեք, մտեք, ստուգեք ասածներս, այս ինչ է նշանակում, որ այս տարի եւս 1 միլիարդ 1000 միլիոն դոլար պարտքա վերցնելու։ Ով տղեն 14 միլիարդ դոլար հասավ սրա 7 տարվա կառավարման ընթացքում Հայաստանի պետական պարտքը 14 միլիարդ դոլար։ Այս նշանակում է, որ այս ով տղեն կանգա հետ միասին չտեսի նման աշխարհը ֆռալով գրթում է ինչ կա չկա, առանձնատները որ ծանում թողում աստեղ ընդեղ տարբեր երկրներում, Սերժի հետ կիսվելով ու հենց դրա համար էլ եղած կոմպրոմատները չի հանում, չի ճապացնում, որ սա սիկտիր լինի մեր կյանքից ու մեր երկրից, ու այս նշանակում է, որ Հայաստանը արդեն ծախած է, այս նշանակում է, որ մեղրին արդեն չկա, այս նշանակում է, որ Արցախը ծախեց, որ այդ 5-6 միլիարդը լափի, հիմա Զանգեզուրն է ծախում, որ մնացածը լափի, 14 միլիարդ դոլար ոչ ոք չի կարողանալու երբեք փագի, ոչ մի հնարավորություն Հայաստանում չի լինելու, հələ մի հատ մտածեք ուր է գնացել այդ փողերը, այս բողի տղեն իրա թուլլեկի հետ միասին մսխեց ու մսխում է ոչ միայն հայկական գենոֆոնդը, հայ մարդկանց կյանքերը
այլև ծախում է Հայաստանը բարի բուն իմաստով քեշ փողով 14 միլիարդ դոլար դարավ արտաքին պարտքը, այսինքն 6-ին 18 թվից գումարվեց եւս 8 միլիարդ ուրա գնացե բացի Աննայի սունկեքը դրանց առանձնատները Կանադայից բռնած Ամերիկայով պրծած ու մնացած տեղերն էլ հետը ուրա գնացել ով է սրա դիմաց բան տալու սրա դիմաց տալու է ժողովուրդը ինչա տալու արդեն տվեց Արցախը արդեն գրեթե տվեց Զանգեզուրը Մեղրին էլ չկա շարունակաբար տալու է Հայաստանը Հայաստանի Հանրապետությունը լուծարվելի է եթե սենց գնաց եթե ոչինչ չփոխվեց Հայաստանի Հանրապետության մեջ ձեր տանները տեղերը մեքենաները գարաժները ունեցվածքները բիզնեսները այ կենթանացած հասարակություն զրոյանալու է, կորելու է, բարի բուն իմաստով։ Գոնե սրանից վախեցին։ Չեք վախենում արժե համակարգ կորցնելուց, չեք վախենում ինքնություն կորցնելուց, չեք վախենում սեփական կյանք կորցնելուց, հարազատի ընտանիքի կյանք կորցնելուց, այսինքն անվտանգության սպառնալիքը հաշվի չեք առնում, վախեցեք գոնե ջեբերները դատարկելուց, գույք վեշ կորցնելուց։ 30 քանի տարի սպանում էին կրթությունը, նսեմացնում ոչնչացնում էին մանկավարժին, ազնիվ պարկեշտ աշխատողին ստեղծող ու արարող մարդուն հենց սրա համար, որ անասնացած հասարակությունը ուղղակի դեբիլացած վիճակով հանգիստ նստի ու սպասի, ոնց են քաշ նախ փողով ծախում իրանց։ Հայր ջան, իրականում դժվար է զսպել ջղայնությունը, դժվար է տանել այս ցավոտ իրականությունը ու այս իրականության ցավոտ կողմը ոչ թե Նիկոլի գոյությունն է կամ իր արածը, այլ հասարակության լռությունն ու անտարբերությունը։ Ջղայնանում ես ոչ թե թշնամու կամ հակահայի վրա, այլ հայի, ով կարա լուր հետևի այս ամենին, բայց չգիտես ինչ հիմքով ինքը իր հանդեպ հարգանք պահանջի։ Ես չեմ հարգում այն հայերին, ովքեր ասում են, որ սա իրանց գործը չի, որ իրանք խառնվելու բան չունեն, որ սա իրանց չի հուզում եւ այլն։ Նմանը իմ համար օտար է, ինքը իմ հարազատ հայը չի, ում հետ ես հայրենիք կարամ կիսեմ, ինքը չի կիսում այդ հայրենիքը, ինքը չի խառնվում այդ հայրենիքի փրկությանը, այդ հայրենիքին օգուտ տալուն, այդ հայրենիքի վնասների դեմն առնելուն, ինքը հայրենիք չունի, ինքը ունի մենակ ստամոքս ու ամեոբայի ռեֆլեքսներ ու էսա իրականությունը, որտեղ արտաքին պարտքը դարել է ոչ թե տնտեսական գործիք, այլ պետական գերեզմանափոր, այդ պարտքը չի գնացել բանակի վրա, չի գնացել սահմանների ամրացման վրա, չի գնացել տնտեսության կառուցվածքային զարգացման վրա, այդ պարտքը գնացել է մի ընտանիքի փափուկ կյանքի, մի մարդու անձնական կոմֆորտի, մի փոքր ունեղ շրջանակի բարեկեցության ապահովման վրա ու այդքանի մեջ էլ մի երկու դպրոց ու մանկապարտեզ սարքելու վրա տենց հրճվողներն էլ գիտեն թե իրենք խելք ունեն ինչի վրա եք տենց հրճվում ու ձեզ կորցրել եք թե տեսեք ինչ դպրոցներ է սարքում դուք այնքան եք ստրկամիտ որ անգամ չեք հասկանում որ երբ իշխանությունը նման բաներ է անում դա ոչ թե արտառոց ինչ որ լավ բան է, այլ նորմալ է, բա պետք է անի, բա ինչ պետք է անի։ Դուք այնքան եք սովորել, որ գլխներիդ բամփած պետք է ապրեք զրկանքներով, որ մի հատ բան եք տենում, ինչը նորմալ է, ինչը տենց էլ պետք է լինի։ Ձեզ կորցնում եք, ձեզ թվում է թե մի հատ նենց արտառոց փրկիչ ունեք գլխներիդ, որ միլիարդներով էլ այն որ լափում է, բայց մի քանի հազար թուլապայ գցում է դեմները դպրոցի կամ մանկապարտեզի տեսքով վերջ ինքը լավն է բա այն լափածը բա այն կորուստները չէ որ ձեր հաշվին է լափում ու կորուստներ տալի այն ինչից այսօր դուք զրկված եք այդ ամեն ինչը իրանք են լափում քանի նորաստեղծ ընտանիք տուն չունի քանի տաղանդավոր հայ սովի է մատնված ձեզանից քանիսն է կարում իր ամենահասարակ պրիմիտիվ երազանքներն ու նպատակները իրականացնի չեք կարում որովհետև ձեզ հասանելիքը ձեզանից խլում են այդ խլացի մի տոկոսը ձեզ են տալի դրա վրա ուրախանում եք բա դուք խելացի եք բա դուք արժանապատիվ եք ու ցավալի աբսուրդը այն է որ տարական նյութական ապահովությունից զրկված են անգամ տաղանդ ու շնորհք ունեցող մարդիկ մանավանդ երիտասարդների մեջ, որ ուրիշ երկրներում կամ Հայաստանում ուղղակի լույսի բանակի իշխանության օրոք
իրանց շնորհքի ըստ արժանավույնի գնահատված կլինեն, թե պետության կողմից ու թե պետության շնորհիվ վերադաստիարակված հանրության կողմից ու կլինեն այնքան ապահոված, որ իրանց միտքը կաշխատի մենակ ստեղծագործելու ու արարելու վրա, ինչն էլ պատիվ կբերի թե ազգին, թե հայրենիքին, բայց սրանց օրոք չէ, ոնց կլինի, բա ով լափի։ Մեկը մեծ մասի ուղեղը նենց է, որ դեմները ոսկորել գցես գոհ են։ Էս ինչի վերածվակ դուք ժողովուրդ։ Էս ինչով եք ուրախանում։ Ու ամենասարսափելին այն է, որ այս դատարկ հրճվանքը տեղի ունենում հենց այն պահին, այն ամեն ինչից հետո, երբ մենք արդեն կորցրել ենք Արցախը, երբ մեր հարյուրավոր ռազմավարական կարևոր դիրքերը անցել են թշնամուն, ու երբ Սյունիքը մեր պետականության ողնաշարը այսօր կանգնած է բացարձակ վտանգի առաջ։ Այսինքն դրանք պատրաստ են կորցնել ամեն ինչ, մենակ թե մի հատ թուլափայ ոսկոր գցեն դեմները, մի հատ դպրոցի կառուցումով բերանները փագեն կամ էլ աչքները ասֆալտ տենա։ Բայց հիմա դրանց ոնց հայ համարեմ, ես դրանց ոնց չասեմ յոնջա, դրանց ինչը հարգեմ, կասեք, դրանք օրդա են, բառախլոների հավաքածու, դրանք անհոգի մարմին են, բոտեր են, դրանք բիոթափոն են, մենակ ուտեն ու գնան զուգարան, ոչ արժանապատվություն, ոչ խելք, ոչ ինքնասիրություն, ոչ ազգայնականություն, ոչ մի բան, ու այս բիոթափոնի մեծամասնություն լինելու արդյունքում պետության քաղաքական ուղղությունը խորապես խեղաթյուրվել է, իսկ ժողովրդի մտածողությունը վտանգավորության աստիճանի քնած է։ Ու սրա հերթական ապացույցներից մեկը կարդացի լրագրող Անի Ներկարարյանի Facebook-յան գրառման մեջ, այդ փոքր պատմության մեջ։ Հիմա դուք էլ տեսեք ինչի մասին է խոսքը, ու սա ամբողջությամբ մերկացված մեր հասարակության մեծամասնության հոգեբանական քարտեզն է։ Մի բան պատմեմ։ Սահմանամերձ գյուղերից մեկում նկարահանման էի։ Ինձնից մոտ 500 մետր հեռավորության վրա Ադրբեջանի դրոշն էր։ Կողքն էլ ադրբեջանցի զինվորները կանգնած, հեռադիտակով ինձ ու կողքից կանգնած գյուղացիներին էին նայում։ 20 րոպե անց ամբողջ Facebook-յան էջս ադրբեջանցիներով էր լցվել։ Նկարներս էին լայքում, անձնականով գրում, նույնականացրել էին երևի, դա մի կողմ։ Գյուղի բնակչին հարցնում եմ. «Սա մեր սարն էր»։ Ասաց հա, սա էլ, հետևինն էլ։ Այսքան առաջ են եկել, Նիկոլի օրոք։ Հարցնում եմ. «Բա լավ ընտրություններին ում եք ձեր ձայնը տալու»։ Լուրջ դեմքով պատասխանեց Նիկոլին. «Մի հատ նայի գյուղում ինչ ասֆալտ է արել։ Հիմա մարդկանց հայրենիք պետք չէ, ասֆալտ է պետք, թքած ունեն երկրի անվտանգության վրա, դրա համար էլ սորին ենք»։ Հիմա հարց, այս ինչի հետևանք է։ Ոնց հասանք այն կետի, որտեղ Նիկոլի պատճառով սահմանը կորցրած մարդը նորից Նիկոլին է ընտրում, ինչա թե ասֆալտա տեսել։ Պատճառը պարզ է։ Հայ ժողովուրդը վերջի 30 տարում սիստեմատիկ կերպով հեռացվել է իրականությունից։ Հայ ժողովրդին սովորացրել են համակերպվել պարտությանը, սիրել կորուստը, դրա վրա երգեր գրել, դրա վրա լայքեր հավաքել, ընդունել նվաստացումը, հավատալ անպատիվ խաղաղությանը ու ամենավտանգավորը մոռանալ, որ ինքը ազգ է, ոչ թե ընտրակաշառքի կամ ասֆալտի սպառող։ Ու սրա մեղավորը մենակ Նիկոլը չի, քանի որ Նիկոլը ընդհանրապես հետևանք է, իսկ արմատները Սերժն է, Ռոբերտն է, Լևոնն է, ու իրանց այն ամբողջ համակարգը, որը 3 տասնամյակ խեղդել է հայությանը, մարդիկ դարել են ոչ թե ապրելու, այլ ընդհանրապես գոյություն պաշտպանելու ձգտում ունեցող էգոիստներ։ Այդ համակարգն է, որ այսօր ձևավորվել է մի քաղաքացի, որը նույնիսկ իր տանիքի տակ տեսած ադրբեջանցուն կարող է արդարացնի ու ասի զատո ասֆալտա արած։ Այս հիվանդությունը, սա համակարգային քայքայում է, այս ազգային ինքնաջնջում է, ինքնաոչնչացում է։ Հիմա ոչ թե սրանց պետքա բուժենք, սրանք անբուժելի են ու օտար։ Հիմա պետքա բոլոր նրանք, ովքեր սրանց նման հիվանդ ու անթասիբ չեն, ովքեր սրանց նման յոնջա ու ամեոբա չեն, պետքա միավորվենք, պետքա պայքարենք մեր հայրենիքի համար ու անկախ նրանից 2 հոգի ենք, 200 թե 1000 կամ 50,000, էս ենք։ Ու կամ այսքանով կպայքարենք մի ամբողջ հայակործան համակարգի ու իրանց ողջունող գոմի մտածելակերպի դեմ ու պարտադիր կհաղթենք, եթե պայքարենք։ Կամ էլ մենք ինչով ենք տարբերվում այդ բիոթափոնից, եթե մենք էլ պետք է պատճառներ գտնենք, թե ինչի չենք պայքարում։
չպայքարել չկա, կամենակ պայքարող ու կա բիոթափոն, որ դասին կպատկանաք ընտրում եք դուք, ու բոլորը ովքեր բիոթափոն չեն, ես ձեզ կոչ եմ անում, որ հիմա, ոչ թե հետո, միանաք Լույսի բանակի վերածննդի շարժմանը, վերածննդի շարժումը պայքարող հայի համար պետք է դառնա ազգային գոյապայքարի առանցք, լավ, չմիանաք վերածննդի շարժմանը, ինչ եք անելու կասեք, գնալու եք ընտրությունների լուրջ, գնում եք Նիկոլի հերթական հաղթանակը ապահովելու, վաղար շաբաթը օրինակ չէր, կամ ում հետ եք գնում, ովքեր իրանց թեկնածու լինելու փաստից իրանց կարևոր դեմք են զգում, էտա հույսները, ովքեր ամեն օր մի նոր արհավիրքի վրա աչք փակելով սպասում են ընտրությունների, սրանց մեջ եք ձեր փրկությունը գթե, ուրեմն մի ասեք, որ ձեր սիրտը ցավում է հայրենիքի համար, քանի որ ոչ շտապում եք, ոչ էլ շտապողին միանում եք, մի խաբված զանգված էլ դուք եք, էլի, որ չեք ուզում աչքներդ բացեք ու ասեք հոփ հələ արա, ամեն օր երկիրս վարի է գնում, ինձ ինչ ես քարոզում սպասեմ ընտրությունների, որ մի հատ էլ գամ քեզ ձեն տամ, հիմա ինձ նայեք, իմ հայրենասիրության վրա կասկածողը կամ ինձ բացարձակ չի ճանաչում, կամ քոռա, կամ էլ բնությունը իրան դեբիլի մասերից է հավաքել, ու հիմա ինձ ճանաչողներ, մարդիկ ովքեր գիտեն հայրենասիրությանս աստիճանը, դուք կարաք պատկերացնեք, որ ես ձեզ ասեմ, ոչինչ ժողովուրդ Սյունիքը վտանգված է, կրթության մաման լացացնում են, ազգային արժեքները ոտնահարվում ու ոչնչացվում են, բայց բան չկա, հանգիստ մի 6-7 ամիս էլ հետևեք, մինչև ընտրությունները գան, գաք ինձ ընտրեք, նման բան կարաք պատկերացնեք ինձանից, չէ, որովհետև ես հայրենասեր եմ, իմ սիրտը ցավում է, հիմա հարց տվեք ինքներդ ձեզ, ձեր թեկնածուները այսքանը չեն հասկանում, թե պետք է ասեն ժողովուրդը հելնող չի, միակ հույսը ընտրություններն է, այսինքն համ էլ ձեր վրա են կասկածում, ու հիմա նայեք ինձ, ապրիլին մեր վրա ներկա ու նախկին իշխանությունների բոտերի հարձակումից, ամբողջ իմ հայ ժողովրդի մեծ անտարբերությունից հետո ես մեկա չեմ կոտրվել, ես ամեն օր վիզ եմ դնում, որ արթնանաք, որ նորից դուրս գանք ու այս անգամ գրանցենք հաղթանակ, լավ, էս էլ ձեզ բան չի հուշում, էս էլ չեք նկատում, էս էլ չեք զգում ու հասկանում, ես չեմ կարա կոտրվեմ, ես չեմ կարա հիասթափվեմ, որտեվ իմ հիասթափվելը կամ իմ գործ չանելը եւս մի մեխ է, որը կմեխվի հայոց ճակատագրի գլխին թուրքի կամ հակահայի կողմից, ես հավատում եմ իմ հայ ազգին, ես վստահ եմ, որ դուրս կգաք, որ վերջապես կարթնանաք թմբիրից, հակառակ դեպքում ոչ թե միայն ապրելու իմաստը կկորի, այլ այս իրականության զարգացումներով մեկը չենք էլ ապրելու, ինչպես միշտ նորից մնալու ենք զուտ գոյատևման ձգտումով, լավ մենք մարդ ենք, ազգ ենք, թե անձրևից հետո հողուտող ворդ, լավ մենք չենք ուզում ապրենք, իսկ ապրելու համար պայքարել է պետք, ինչ հալարում եք, թե նորից են դատարկ ֆրազը պետք է ասեք, ախր ոչ մեկի չենք հավատում, ժողովրդի հավատը կորել է, ուղեղն էլ հո չի կորել, որ հասկանաք ում չհավատակ, ում հավատակ, ինձ պետք է հավատակ, ուրիշ ձև չունեք, հիմք չունեք ինձ չհավատալու, դուք եք իմ ծնողն ու երեխեն, դուք եք իմ քուրն ու աղբերը, դուք եք ինձ ստեղծել, ձեր կործանման գնալն է ինձ ծնել նենց ոնց կամ հիմա, որ չթողեմ գնաք կործանման, որ առաջնորդեմ ու պայքարեմ ու Աստծո առաջ առաքելությունս ի կատար ածեմ, դուք պետք է ինձ հավատաք, ես ձեզ հավատում եմ, ու այդ հավատն է, որ չի թողում կոտրվեմ ու հիասթափվեմ, իմ հավատը ձեր հանդեպ ավելի հզոր է, քան այսօրվա իրականության գիտակցումս, որովհետև դուք իմ միս ու արունն եք, դուք իմ հայն եք, դուք իմ ամեն ինչն եք, ու դուք պարտավոր եք շոկային դեղաչափով վերադաստիարակեք ձեր ամբողջ ազգային ու քաղաքական մարմինն ու գիտակցությունը։ Հիմա մեզ պետք են բովանդակություն ստեղծողներ, տարածողներ, վերլուծաբաններ, ովքեր ամեն օր պետքա փշրեն այս կեղծ օրակարգերը, ովքեր իմ ամեն մի խոսքը կտարածեն ու կդարձնեն հասանելի բոլորի համար։ Վերածննդի շարժումը պետք է դառնա աջակցելի, ոնց որ երկրի ներսում, տենց էլ ազգային ցանցի ամբողջ տրամաբանական տարածությունում, Սփյուռքում, իսկ դա պահանջում է մեդիա, պահանջում է մշտական տեսանելիություն, պահանջում է համագործակցություն ու լայն ճանաչելիություն ու կապեր, էդ էլ նաև ֆինանսական ապահովման համար։ Հեղափոխությունը չի արվում on-line,
կամ էլ մենակ լայքերով, հեղափոխությունը չի արվում էմոջիներով կամ մեկնաբանություններով, հեղափոխությունը արվում է կամքով, կազմակերպմամբ, ռեսուրսով ու անսասան ռազմավարությամբ։ Լույսի բանակը ռազմավարությունն ունի, կամքն ու պատրաստակամությունը ունի, խիզախությունը ունի, իրականության գիտակցումը ունի, բայց հեղափոխությունը պահանջում է ֆինանսներ կազմակերպելու համար, պաշտպանվելու համար, տարածվելու համար, որ իրական քաղաքական ու հասարակական համակարգ կառուցվի։ Ու այն մարդիկ, ովքեր ասում են մարդու մտքին տեղ լինի, կանի, գլուխները պատին են տալի, դրա համար ֆինանս է պետք, իրականությունից կտրված են դրանք, ովքեր ասում են, որ առանց ֆինանսի կարելի է անել, չի կարելի անել։ Մի ամբողջ Սովետ միության բռնակալ այն հակահայ Ստալինը ոնց հեղափոխություն արեց, չէր կարում փող գտներ, գնաց իր համախոհներով, այլ ժողովրդի վրա գրանատ գցելով, կրակելով, սպանելով, ռազմոյներով, թալանով, փողը դզեց դուրս եկավ հեղափոխության։ Թե ձեր չափ խելք չուներ Ստալինը, որ ասեր, «Օ, առանց փող կլինի, մարդու մտքին տեղ լինի»։ Ոչ, ֆինանս է պետք, որ չեն գրում, մենակ խոսում եք, գործ արեք։ Մենք պետքա ունենանք հովանավորներ, համայնքներ, համախմբված մեխանիզմներ, առանց ֆինանսական հիմքի պայքարը դառնում է խոսք, ոչ թե գործ։ Ու այսքանը հաստատ չեն հասկանում, չեն գիտակցում այն մարդիկ, ովքեր ամեն օր ինձ գրում են, թե մենակ խոսում եք, բա անելիքը ոնց անենք։ Մարզերում գիտեք, քանի հանդիպում չկայացավ հենց դրա պատճառով, քանի ծրագիր չկարողացանք իրականացնել դրա պատճառով, հիմա էլ չենք կարում, քանի մարդ մեր մասին տեղյակ չի, որտեղ որոշների պես չենք կարում ամեն հաջորդ մետրի վրա գովաստ կախենք, որ մարդիկ գոնե իմանան, ճանաչեն ու որոշում կայացնեն։ 6 տարի է Լույսի բանակը բոլորից շատ բան ունի արած, 6 տարի է կանք ու ամեն օր 24-ժամյա ռեժիմով անում ենք տարբեր բաներ, տարբեր ասպարեզներում։ Բայց մինչև այսօր, մինչև հիմա ինձ մարդիկ են գրում, թե մինչև այսօր ձեզ չենք ճանաչել, ինչ լավա վերջապես ձեզ գտանք։ Սա ինչի պակասից է։ Մենակ ֆինանսի։ Նենց որ հերիք է արդեն ինձ գրեք, թե մենակ խոսում եք։ Հələ մա դուք փորձեք էլի ջոկած ստեղծել ու պահել։ Գիտեք հեշտ է, հələ բոլորին համազգեստ առեք, անհրաժեշտ պարագաներով ապահովեք, տներից երկար ժամանակ վարժանքների տանելուց էլ այդ տղեկի ընտանիքներին գումարով օգնեք, որ զուտ նրա համար, որ այդ տղեկը կարողանան հանգիստ մտքով առաքելությունը իրականացնեն։ Ու հիմա ով է մենակ խոսում, ես, թե դուք, երբ ասում եք, որ մենակ խոսում ես։ Մի խոսքով, հայր ջան, մեր պայքարի ավարտը որոշվելու է ի օգուտ մեզ ոչ թե ընտրություններով, ոչ թե թեկնածուներով, այլ այն հարցով, թե արդյոք մենք դեռ ունենք քաղաքական կամք վերադառնալու դեպի մեզ, դեպի մեր իրական գենն ու արունը։ Եթե Հայաստանի սիրտը այսօր թուլացած է, ապա մենք պետք է դառնանք դրա նոր զարկը։ Եթե Հայաստանի ուղեղը խլացված է, ապա մենք պետք է դառնանք դրա նոր գիտակցությունը։ Ու վերջապես, եթե Հայաստանի հոգին վիրավոր է, ուրեմն մենք պետք է դառնանք դրա վերածնունդը։ Այո, մեզ պետք են ռեսուրսներ, այո, մեզ հարկավոր է տարածում, այո, մեզ հարկավոր է ապացուցել, որ այլընտրանքը գոյություն ունի ու այդ այլընտրանքը մենք ենք, վերածննդի շարժումը, ուրիշ ոչ մեկ, քանի որ բոլորը, ովքեր գնում են ընտրությունների, նույն մատրիցայի մաս են, հակառակ դեպքում կզգային, որ իրանք խաղում են նույն խաղը ու հեշտ չէ բնազդաբար կհրաժարվեին դրանից, ոնց որ հրաժարվել է Լույսի բանակը, ոնց որ հրաժարվել եմ ես, ու այո, նորից եմ ասում, այլընտրանքը մենակ Լույսի բանակն է։ Ու ոչ որպես կուսակցություն, ոչ որպես քաղաքական հերթական կլուբը, ակումբը, այլ որպես նոր հայկական մտածողություն, նոր հասարակական դաս, նոր քաղաքակրթական ուժ։ Այսօր ես ուզում եմ, որ դուք ոչ թե պարզապես լսեք, այլ գիտակցեք, որ Հայաստանը չի կործանվում, Հայաստանը կործանված է, ու մենք պետք է վերակերտենք Հայաստանը զրոյից։ Հիշեք, ազգը, որը անգամ վիրավորված կարողանում է նորից ոտքի կանգնել, դառնում է անպարտելի։ Վերածնունդը սկսվում է հենց այդտեղից, հենց սրա գիտակցումից ու հենց հիմա, հենց մեզանից։ Լավ մնաք, Աստված օրհնի ձեզ բարձր սիրով ու ճշմարտությամբ։ Սիրելի հայրենակիցներ, հետևեք մեզ հետևյալ հարթակներում. Telegram, Լույսի բանակի պաշտոնական եւ Կարեն Արայանի անձնական ալիքներին, YouTube, Լույսի բանակի լրատվական եւ Կարեն Արայանի պաշտոնական ալիքներին,
Լույսի բանակի գործունեությանը, Սիրուս ջոկատներին եւ վերածննդի շարժմանը ֆինանսապես աջակցելու համար Իդրամ, ID Bank, Ineco Bank, Sberbank եւ PayPal։ Շնորհակալ ենք բոլոր մեր գաղափարակիցներին եւ աջակիցներին։ Բարձրալ նորմի յուրաքանչյուրիդ։